Ռուսաստանը կտրականապես հերքում է Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի միջադեպերին որևէ մասնակցություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, ինչպես մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանը Դանիայից դիվանագիտական ուղիներով որևէ պաշտոնական հարցում չի ստացել անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Դանիական իրավապահ մարմինների կողմից Դանիայի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ թռիչքների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։ Այս հարցի վերաբերյալ դանիական իշխանություններից դիվանագիտական ուղիներով որևէ պաշտոնական հարցում չի ստացվել, ասել է Զախարովան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները ստեղծել են խաղաղության օրակարգի առաջխաղացման պայմաններ։ Ըստ ԱՊԱ-ի Ալիևն այս հայտարարությունն արել է ԵՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Ալիևն նաև նշել է TRIP նախագծի նշանակությունը, որին Հայաստանը պարտավորվել է մասնակցել Վաշինգտոնում, ընդգծելով դրա կարևոր դերը տարածաշրջանային համագործակցության մեջ եւ դրա օգուտները ամբողջ տարածաշրջանի համար։ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է, որ Դամասկոսը ձգտում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ընդգծելով տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը։ Մենք ձգտում ենք վերականգնել մեր հարաբերությունները եւ ձեզի թիվս այլոց ծանոթացնել նոր Սիրիային։ Այժմ ամենակարևորը իհարկե կայունությունն է։ Կայունություն եւ երկրում եւ ամբողջ տարածաշրջանում, հայտարարել է նա։ Ռուսաստանը պատրաստ է Սիրիայի հետ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել արտաքին գործերի նախարարության միջոցով իր հերթին, ասել է Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով Ռուսաստանը եւ Սիրիան կապված են համագործակցության լուրջ կամուրջներով, այդ թվում նյութական։ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հոկտեմբերի 20-ից 23 անցկացնելու է պլենում, որի ընթացքում կձևավորվի հաջորդ հնգամյա զարգացման ծրագիրը, ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը։ Ինչպես գրում է Reuters-ը, Չինաստանը շարունակում է առաջնահերթ համարել արդյունաբերական հզորությունների ամրապնդումը աշխարհաքաղաքական մրցակցության աճող պայմաններում։ Վերլուծաբանների խոսքով Պեկինը կանգնած է երկակի մարտահրավերի առաջ տնտեսական աճի պահպանման համար, անհրաժեշտ է մեծացնել ներքին սպառումը, սակայն արդյունաբերական գերազանցությունը պահանջում է պետական ռեսուրսների ուղղում արտադրության ոլորտ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մաքսային սպառնալիքներն ուժեղացրել են ճնշումը Պեկինի վրա, ստիպելով Չինաստանին պահպանել արտադրողական գերիշխանության ռազմավարությունը։ Թեև պլենումի ընթացքում խոստացվելու են սոցիալական բարեփոխումներ եւ սպառման խթանման քայլեր, մասնավորապես փոքր կենսաթոշակների բարձրացում եւ սպառողական սուբսիդիաներ, փորձագետները կանխատեսում են, որ դրանք կմնան սահմանափակ։ Ըստ Morgan Stanley-ի նոր հնգամյա պլանը կլինի տեխնոլոգիայով եւ մատակարարմամբ շարժվող մոդել, որտեղ սպառման աճը կմնա երկրորդ պլանում։ Վերլուծաբան Դան Վանը նշում է, որ Չինաստանը շարունակում է գործել մաքուր մարքսիստական դրամաբանությամբ, երկրի քաղաքականության հիմքում մնում է արտադրությունը, ոչ թե սպառումը։ Ռուսաստանի պետդումայի падգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ երգչուհի Ալլա Պուգաչովայի եւ հումորիստ Մաքսիմ Գալկինի Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես օտարգործակալ երեխաները պետք է զրկվեն ռուսական քաղաքացիությունից, ինչպես գրում է Общественная служба новостей, падգամավորը համոզված է, որ Պուգաչովայի զավակները կաճեն ռուսաֆոբների միջավայրում։ Միլոնովի խոսքով երկիրը նման ժառանգության կարիք չունի, եթե նրանք մեծանան ատելով Ռուսաստանը, ապա մեր պետությունը պարտավոր չէ նրանց հանդեպ պահպանել քաղաքացիական պարտավորություններ։ Պետք է զրկել քաղաքացիությունից ոչ միայն դավաճաններին, այլ նրանց երեխաներին, նշել է падգամավորը։ Ավելի վաղ իրավաբան Ալեքսանդր Համինսկին նշել է, որ Պուգաչովայի եւ Գալկինի երեխաները հնարավոր է չստանան ռուսական անձնագրեր։ Ըստ հրապարակումների նրանց ծննդյան վկայականներում բացակայում է ռուսական քաղաքացիության նշումները, որոնք պարտադիր դարձան 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի Իսրայել տեղափոխվելուց հետո։